Ողջույն սիրելի հետևորդ, տեսանյութն այսօր սկսելու ենք Էլիզիս տարեդարձով։ Եկել եմ խանութ, որպեսզի իրենց ուզած դեսերտը գնեմ, որն առաջին անգամ եմ փորձելու։ Թեպետ տարեդարձն այս տարի չնշեցինք այնպես, ինչպես որ ես էի պլանավորել սիրունիկիս համար։ Իհարկե պլաններից խաթարումը մեզանով պայմանավորված չէր, բայց դե գիտեք, երեխաները միշտ սպասում են անակնկալների ու նրանց ոչ մի լուրջ կամ հարգելի պատճառ չի հետաքրքրում։ Ու ես մտածեցի, քանի որ հյուրեր չունենք, սրանից էլ լավ առիթ իրենց նախընտրած քաղցրավենիքը կգնեմ տորթի փոխարեն, համ էլ միասին կփորձենք համացանցում այդքան լայն տարածում գտած քաղցրավենիքը ու հետո կկիսվենք մեր կարծիքներով։ Ընտրեցի մի քանի սիրունիկների ու տուն բերեցի։ Ինձ թվում էր ներսում խմորեղեն էր, մրգային միջուկ եւ վրան շոկոլադ, բայց ոչ, սխալվում էի։ Հիմա միասին կտեսնենք։ Շատ մեծ մամա, սպասեք էլ տեսնեմ ուրիշ ունեմ։ Փոքր ունեմ, բայց կապույտ է, չարժի կապույտ դնել, լավ ոչ չթող սենց լինի։ Ճիշտն ասած երեխեք ջան, կարող էի նաև տորտ գնել այս արժեքին, 6.50 ամեն մեկը, մի տեսակ էլ կար 9 եվրո արժեր։ Ես էլ նախընտրեցի ավելի լավա հարմար առիթ է, կփորձենք մի անգամից։ Եկան։ Happy birthday, Elise! Happy birthday, happy birthday, happy birthday, Elise! Hani kurtket? Birthday, Elise! Happy birthday, Elise! Happy birthday, happy birthday, happy birthday, Elise! Hip hip hip! Hurrah! Hip hip hip! Почти. Чистоту. Сахалтарас почему? Браво! Merci ma'am. Խնդրեմ, երազանք հասցրիր պահես, թե մոռացար։ Մոռացար։ Ոչինչ, երազանքը տեսակը գնանք իրականացնենք։ Միասին կգնանք նվերդ ընտրելու։ Հիմա էլի անակնկալումն ես մի րոպե։ Քանի որ քո տատիկը գիտեր, որ դու էլ ես ուզում Աստվածաշունչ, քեզ անակնկալ արել։ Ու Աստվածաշունչա քո համար արել։ Ասեց Էլիզս էլ է շատ ուզում, թող իրանը ունենա։ Ու ես էլ այնտեղ ավելացրել եմ էլի, բաց մի հատ նայենք։ Surprise. Yes, Paris. Վայ աստված, Ժակլին, ուտեմ քեզ։ Իրա հավաքած փողերից բերելա քրոջը սյուրպրիզ անում։ Ապրես, շատ ապրես։ Merci. Հիմա այդ Աստվածաշնչի հեշտ տարբերակն է էլի, առաջինը կարաս դա կարդաս, քո համար մի քիչ ավելի հեշտ լինի, հետո մյուսը, իսկ այս մեկը, սիրելի հետևորդներ, երկուսն էլ կան մեջը, հինը ու նոր կտակարանը, քանի որ դժվար է հասկանալ Աստվածաշունչը, ես սա ավելացրեցի, որ ինքը հեշտից սկսի, իսկ նա տատիկի նվերն է, անընդհատ ասում էր, իմ աղջկան էլ պետք է ես Աստվածաշունչ գնեմ։ Merci, tati. Դե շնորհավոր, մամայի պապայի նվերն էլ մի քիչ հետո կստանաս։ Հիմա դեգուստացիա ենք անում, քանի որ սրանցից առաջին անգամ ենք փորձում։ Մեր անկեղծ կարծիքը պետք է ասենք երեխաներ։ Ես դեսերտի այդքան սիրահար չեմ, խանութի դեսերտների, գիտեի 100%, որ ես չեմ հավանելու, դրա համար ինձ չեմ գնել, բայց երեխեքի հետ մի փոքր կփորձեմ իմ անկեղծ կարծիքը ասելու համար։ Լիմոնը Ժակլինը, լիմոնի սիրահար է, ամեն օր ինձ ասում է լիմոնով ջուր սարքի ու խմում է անընդհատ։ Գնացինք դե։ Անկեղծ էլի։ Անկեղծ։ Ինչ որ հետաքրքիր բան կա, թե սովորական խմորեղեն է քո համար։ Դուրը տեկա։ 6-7 sur 10. 7 ես տալիս 10-ից, հա, օքեյ։ Հեն, Ժակ։ J'ai pas goûté ça. 10 sur 10. 10 sur 10, հիմա Շարլոտնա փորձում։
Մեջը կրեմ կա, հասավ կրեմին համովածավ ասում է։ Հիմա Շարլոտն է։ Ելակի սիրահարը։ Արժի։ Չգիտեմ։ Չգիտես։ Չեմ հլը գուցում չեմ։ Okay։ Չարժի, բայց սենց։ Այսքան։ Նայեք երեխեք, իր կրեմը էլ չի լինում արդեն ուտել, սառնարանից նոր եմ հանել, իդե արդեն գթալով է պետք ուտել։ Բայց մեջինը համով է։ Բայց ելակի համ չի գալի։ Ելակի համ չուներ, ուղղակի տեսքներ ելակի։ Ինչ համով է լիմոնինը։ Հա, տեսնեմ հլը էլիս, զարեցրած մրգերա ու վրան կրեմ ֆրեշով կրեմա, վրայից էլ շոկոլադ։ Արտասովոր ոչինչ չկա, որ ասեմ շատ դուրս եկավ չէ, ավելի շատ չէ, քան թե այո, միայն մեջի մրգերը սառեցրած դուրս եկավ, լիմոնի միջուկն էլ էլի սառեցրած լիմոնով է պատրաստված ու նանայի տերևներով, երևի դա այտենց համով առամատ տվեց, անկեղծ եմ ասում իմ համար հիմարություն էր, տենց էլ գիտեի դրա համար ինձ չվերցրի։ Երակինը համով չէր, Էլիզինը համով էր, Շակինը շատ համով էր։ Լիմոնը հաղթեց ոնց որ Էլիս քո համար։ Այսինքն։ Մալինան, երկրորդ տեղում որը, երկրորդը։ Այսինքն էլի չեմ փորձել։ Հա, օքեյ։ Իսկ դու Ժակլին, ամենահամով որն էր։ Բայց այս բանը լիմոնը չեմ սիրում։ Դե ինչ էլ հավանեցիր, ուրեմն չես հավանել դա։ Այս չեմ սիրում, բայց այն մյուսը սիրում եմ։ Լավ։ Այնպես որ իմ անկեղծ կարծիքը չարժե այդքան գումար տալ սրան։ Մի անգամ կարող եք առնել, փորձել, բայց այդպես որ գովազդում են, բան են անում, չէ՞, ընդհանրապես չարժեր։ Այս արժեքի 3 հատը արժեր 19.50, կարելի էր մի հատ լավ խմորեղեն գնել։ Սրա փոխարեն, չէ՞ Էլիս։ Բայց քանի որ ուզում էիք փորձել, փորձեցինք, դա էլ արեցինք։ Հա՞։ Չասում դե փորձեցինք։ Հա, դե փորձեցինք։ Տեսեք նույնիսկ մինչև վերջ չկերան, թողեցին այսպես, մենակ Էլիզը իրանը վերջացրեց, որովհետև հավանել է։ Մի հատ էլ բացենք, ձեզ ցույց տանք տեսքը Աստվածաշնչի, որովհետև տարբեր տարբերակներ կա։ Տեսնեք, որ ինչ սիրուն ասա։ Աստված միշտ իր հետ լինի, օգնական լինի, միշտ հովանավոր լինի իրան, որ ինքը միշտ առողջ լինի ու շատ երջանիկ։ Մերսի շատ տատի։ Ես էլ կուզեի Աստված ինձ հովանավոր լիներ։ Բոլորիդ էլ հովանավոր է, մնումա դուք ընդունեք Աստծոտ պարգևը։ Ընդունում ենք։ Մեր հայերեն Աստվածաշունչներն էլ է, չէ, երեխեք ջան, այսպես sense ոսկեզոծ թերթիկներով։ Այստեղ էլ կա այսպիսի հրատարակություններ, սիրուն է նայվում։ Գնում ենք Էլիզի նվերը ընտրելու։ Գնացինք։ Ահագին ժամանակա մեդիա մարքետ չենք եկել, Galaxy խանութից ենք մեր գնումները անում ու ձևափոխել են, հեռախոսների բաժինը բերել են խանութի դիմացի հատվածը։ Այսինքն հեռախոսի նոր մոդելներն են։ Էլիզը S10 ես ուզում, S10 Fin-ա ուզում։ Տեսնենք կա, ունեն, թե չունեն։ Կարող է պատվերով լինի լորից միայն։ Շատ քիչ տեսականի ունեն այսօր։ Հիմա չգիտենք, ուր գնանք Էլիզ, իր ուզածը չկար ստեղ։ Եկանք Docs, որովհետև այնտեղ չգտանք մեր ուզածը։
տարեդարձից շնորհավոր։ Ուրախ ես։ Շատ։ Շատ սիրուն է։ Լավ նպատակներով օգտագործես, լավ սովորես, լիքը բաների հասնես այս կյանքում։ Մերսի։ Ոչ թե մենակ խաղերի։ Եղավ, պայմանավորվեցինք։ Ափսոս որ գրիչը սպիտակ է, չէ՞ էլի։ Սևերներ ավելի քսազեր։ Ողջույն սիրելի հետևորդներ, այսօր մենք էլի մեր ընկերական շրջապատով ճանապարհ ենք ընկել, այս անգամ գնում ենք ծով, Բելգիայի ծով ենք գնում, հյուսային ծովն է Բելգիայում, այդքան էլ չեմ սիրում մեր ծովը, որ ճիշտն ասեմ, սառն է միշտ, մեր Սևանի պես, այդպես ասեմ, ու այնքան էլ մաքուր չի, այդքանով չի ոգևորում, բայց ծովն ինքը իրանով շատ եմ սիրում ու այդ մաքուր օդը հենց մենակ շնչելը, ափին նստելը արդեն մեծ բան է մեզ համար, եղանակը այսօր այնքան էլ տաք չի, այնքան էլ ծովի չի, հատկապես մեր ծովում եղանակ ջերմաստիճանը շատ ավելի ցածր է լինում, քան քաղաքում, քան Բրյուսելում, բայց ամեն դեպքում որոշել ենք գնանք, ման գանք, ժամանակ անցկացնենք, թեկուզ չնողանանք, բայց հավես ժամանակ անցկացնենք։ Չնայած նրան, որ ես արդեն 14 տարի ապրում եմ Բելգիայում, ես ձեզ ասեմ, որ ես առաջին անգամ եմ այստեղ գնացք նստելու, այնպես որ հետաքրքիր է լինելու, ընդհանրապես ընկերական շրջապատով ու գնացքով ճանապարհորդությունը շատ եմ սիրում։ Հիմա սպասում ենք մինչև մեր գնացքը կգա ու ճանապարհ կընկնենք։ Այսօր նաև հյուր ունենք, Կարինեի քույրիկը հյուր է այստեղ, Հայաստանից է եկել։ Մեր գնացքը արդեն այստեղ է։ Լավ է, հարմարավետ են մեր գնացքները։ Հա, վերցա ինչ ուզում ես դու։ Train à destination de Blanquenard. Մենք մեր սիմպո տղունն է եկել։ Թաքնվեք, թաքնվեք։ Ինչ խոսք, ես խոսքեր չունեմ։ Կարինեի համով թխած բուլկիները։ Հիմա սուրճ ենք խմելու, մեր մոտ սուրճի ժամ է։ Մամա, պասե։ Մամա, պասե։ Տեսք ունեն է։ Մենք արդեն տեղ ենք հասել, հիմա ոտքով գնում ենք դեպի ծովի ափ, քայլելով։ Այս Բլանկենբերգի խանութների փողոցն է։ Այստեղ Կարեֆուր կա։ Խանութների շարքը վերջանում է ու ափին ենք հասնում։ Խաղալիքասերը կանգնել է արդեն։ Շունիկա մեջ է։ Ու գնաց, հա, պապին գնաց։ Երեխեք շատ հեշտ է այստեղ։ Գնացքի կանգառը շատ մոտ է։ Այնպես որ ոտքով շատ քիչ ենք քայլել, որ հասնենք ծովի ափ։ Այդ ժամացույց եք ուզում առնեք։ Այս ժամանակ լիներ այս խանութը մեծ հաճույքով ես կպտտվեի։
Հավես բաներ կան, բայց մենք այդքան ժամանակ չունենք, էլի։ Հեսա, այս աստիճաններն էլ բարձրանում ենք, արդեն ծովի ափին ենք։ Հասանք։ Չգիտեմ, հələ ցրտոտ է, դժվար։ Ուզում եմ լողանա արդեն։ Ուզում եմ արդեն թռնի ջուրը։ Էս էլ վեր հյուսիսային ծովը, սիրելիներս։ Նայեք, նայեք այս հերոսին, այս ցրտին, վերջը եկավ մտավ։ Չես մրսում, Ժակլին։ Ժակուլիկ, չես մրսում։ Դե որի սրանց ջրից հանի, բոլորը մտել են։ Բայց ինձ սառնա, ահա որ 2 վայրկյանով մտա ջրի մեջ, ոտքերս սառեց։ Ծով շատ եմ սիրում։ Ամառ լինի, ձմեռ լինի, կապ չունի։ Կապ չունի ինչ եղանակ, մեկա սիրում եմ։ Հարցակվել են մեկի ուտելիքի վրա։ Էլի են տոպրակ կպցրել։ Հարցակում օրը ցերեկո։ Այս ինչ են անում։ Այս մեր տոզիկներն էլ վախենում են։ Երեխեքը ստեղ տոբոգոն են տեսել, ուզում են մտնեն, տեսնենք, ես շատ սրճարանին նա ոնց որ, տեսնենք կարան մտնեն խաղան մի քիչ։ Գժուկները վազեցին մեջ մտան արդեն։ Քեք կարում բարձրանաք։ Արի դե թիթեր, սղա։ Ջան։ Այդ մենակ դու կարաս անես, այս մեկը դժվար է։ Ջակ չես կարա։ Կարաս։ Դժվար է, չէ։ Չես կարալու գնաս։ Ոու, հələ փորձենք, Ժակո։ Որ հասնես կասեմ մալադեց։ Չէ, գնա։ Գնա, գնա։ Դենգի։ Այս է ուզում այն։ Բարձացի վերևից հետևից ծովում տես հոմարդ մուր չի խեղտվում, Ժակլին։ Շվազնում ես։
Ժակլինը կրկին է փորձում ու ոնց որ թե այս անգամ ստացվեց։ Ուй, մնաց վերջինը Ժակ։ Հավաքի ուժերդ, հավաքի, բրավո։ Կանի արեցիր, ապրես, հաղթեցիր։ Բրավո Նարեկ, ոնց ես կարողանում մենակ ու ոնես, Նարեկ։ Դե։ Երեխեք գիտեք, չէ, մեր ծովը օրվա տարբեր ժամերին գալիս է առաջ ու հետ է գնում։ Համ հավես է, համ էլ ինչ-որ առումով անհարմար է, որովհետև երբ որ առաջանում է ու դու ենթադրենք քո այդ ամեն ինչը փռել ես, ես շատ հաճախ ես վրան եմ բերում հետս փոքրիկ, ասենք վրանը դնում ես, տեղադրում ես, զոնտիկը խփում ես, մեկ էլ օրվա մի ժամի, որ առաջանում է, ստիպված պետք է հանես ու ավելի հետ տանես, այդ առումով տենց անհարմար է։ Հիմա ես հեսա փոխեմ, տեսեք, օրինակ տեսնում եք այդ խոնավ հատվածը, այ այդքան ծովը առաջ է եկել ու հետո հետ է գնացել։ Քարերը մապրակալել են, տեսնում եք, առաջ չգալ գնալու հետևանքն է։ Այս ճայերը, բայց շատ նագլի են։ Գալիս են քիչ ամնում ձեռքիցը տուտելիքը տանեն։ Այս մեկի աչքերը սպիտակ է։ Դե լավ մի թախի։ Այ եթե չանարեմ գնամ եմ կամուրջի վրայով, սիրուն տեսարան կտեսնենք բոլորով միասին։ Ասեք, որ ծովը կյանք է։ Ինչքան էլ վատ տրամադրություն ունենաս, այս ծովի ջրերը տեսնում ես, հոգիդ խաղաղվում է, լցվում է, չգիտեմ։ Ամենայն դեպս իմ մոտը տենց է։ Կամ որ տատիկ պապիկ եմ տեսնում, իրար ձեռք բռնած, սիրուն, իրար հետ գնում է, ինչ հավես է։ Լավ, արդեն ընկանք ռոմանտիկայի դիրքը։ Երեխեքին թողել եմ այնտեղ խաղալի տեղը խաղան, ես հետ եմ գնում։ Շամբերով այսպես կքայլեմ ծովի ափին ու չեմ հոգնի։ Եկանք, հասանք։ Սիրուն կլնի գիշեր ես լուսերը, որ վարվի։ Բան է իր ասում։ Բայց հետո կրկիր ավտոյով ու հեծանի ողուր էին գնում սենց։ Հարսանիք կա այստեղ։ Միշտ ուր գնում ենք մենք, երեխեք ուր գնում ենք մենք հարսիկների ենք հանդիպում, զգացել եք։ Ճիշտ է, հələ հարսիկին չենք տեսել, բայց որ մեկ իր ոտես կաղկցենք հարսին էլ կտենեմ։ Ինչ տեսարան է երեխեք, ամպերը հələ գժվելու բան։ Ներևը բացօթյա սրճարան է։ Սրանց մանկապարտեզը ստեղ էր։ Գնացիք։ Սիրուն էր շատ ստեղից տեսարանը, սիրուն ֆոտոներ ստացվեց։ Այս ամպերի այս գեղեցկությունը ֆոտոների մեջ մի ուրիշ ձև սիրուն դուրս եկավ։ Սա վիդեոյի մեջ էլ էլի կտեսնեք ինչ սիրուն են կադրերը։
Հələ ինչ սիրուն են ամպերը, ոնց որ մխրճված լինես ամպերի մեջ։ Արդեն մայրամուտ է, մենք էլ արդեն կամացից հավաքվենք, որ գնանք տուն։ Հուսով եմ դուք էլ վայելեցիք այս գեղեցիկ կադրերը մեզ հետ։ Արի, խաչապուրի ուտելու։ Ես էլ ես եմ թխել, հələ կերեք։ Իհարկե Կարինեի փամփլիկ ու սիրուն բուլկիներից հետո իմ ուսապարկում ճմրթված ու ամբողջ օրը մնացած խաչապուրիները ինչ էին, որ հեչ։ Արդեն տափակել ես իմ ինչա դարձել խաչապուրից, բայց դե կարևորը համը չէ տեղել լինի, Նարեկ։ Չէ՞։ Համոբան արեք։ Այստեղ մի շուն կա, ընկելա ճայերի հետևից, այդ ճայերը այդ խեղճ շաննել են երևի գազազացրել, երեխեք չեն թողնում մի բան ուտես, հարթակվում են քանի հատ խաչապուրի երեխեքի ձեռքից թռցրել են, տեսակ էլի Ժակլինես ոնց էր թաքնված ուտում, հիմա այդ շունը երևի իրան էլ են ներվայնացրել այդ ճայերը, ընկելա հետևից վազում, տերն էլ մեռավ, կոկորտը ճղվեց, կորալով Ֆրեդի, այդ Ֆրեդի հեչ պետքն էլ չի, լարվել է ճայերի հետևից Ափով մեկ ջրերի մեջով հետևներից գնում է։ Տենաս բերեց, ընենց էր գոռում։ Յանը ինչ պտիլներ էլի Ֆրեդին։ Ֆրֆրալու էր հետ գար էլի։ Իմ սիրուն մայրամուտ է երեխեք։ Շատ սիրուն։ Նայեք հիմա, հեսա ցույց եմ տալիս, հələ տեսեք ծովը որտեղ ա եղել ու հələ տեսեք ինչքան է հետ եկել ուր ա հասել։ Հետաքրքիր է, չէ՞։ Եվս մի հաճելի օր պատմություն դարձավ, եթե ձեզ էլ հետաքրքիր էր մեզ հետ միասին, չմոռանաք բաժանորդագրվել և ոգևորել մեզ ձեր մեկնաբանություններով ու լայքերով, իսկ ամենավերջում, ինչպես միշտ, ավանդույթ դարձած մեր միասնական նկարը։ Ահա, մենք հասանք, մեր գնացքն էլ մեզ հետ հենց նոր եկավ։ Շատ լավ օր անցկացրինք, բարի գիշեր բոլորին։ Էս էլ մեր պապան։ Քցվեք։